Շատ շնորհակալ եմ, որ եկել եք այսօր մեր հանդիպմանը։ Ազատանի նորակառույց դպրոցում է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների եւ վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ։ Ապակենտրոնացումից զատ այս կերպի ցույց է դրվում նաեւ նոր կառուցված կամ հիմնանորոգված դպրոցների հնարավորությունները։ Նախ ամենամեծ տալիճը Ազատանի դպրոցն ուներ ու նորակառույց դպրոց էր, նաեւ կուզենայի, որ մեր մյուս տնօրենները, որոնց դպրոցներին դեռ հերթը չի հասել, կային տեսնեին այն շենքային պայմաններ, այն դպրոցը, որը իրենց էլ է սպասվում, իրենք էլ են ունենալու նման դպրոցներ։ Մարզպետը մասնավորապես անդրադարձել է դպրոցներում դրամահավաքության ցանկացած դրսևորման բացառման անհրաժեշտությանը, շեշտելով, որ կրթական հաստատություններում նման երևույթները անթույլատրելի են։ Մարտի 8-ին նվեր, մարտի ապրիլի 7-ին նվեր, ծնունդին նվեր, այդ էլ եմ ասում, որպես ծնող հասկանում եմ այն ծնողներին, որոնք փորձում են շնորհակալություն հայտնել մանկավարժին, բայց խնդրելու եմ ու նաև պահանջելու եմ, որ նման դեպքերը դպրոցներում խստիվ արգելվի։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթական հաստատությունների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, ընդգծվել է կարգապահության, թափանցիկության եւ արդյունավետ կառավարման կարեւորությունը։ Անդրադարձ է կատարվել նաեւ մարզում ընթացող դպրոցաշինական ծրագրերի շինարարական եւ վերանորոգման աշխատանքների մշտական վերահսկողությանը։ Ժամկետների խնդիր, որպես այդպեսի չունեինք, եղանակային պայմանները այս տարի ծմերը մի քիչ խիստ արեց, մենք էլ շատ դեպքերում հիմնականում որակի հետևից են գնում ու ոչինչ 10 օր Էսկոմ 10 օր ենկոմը կարևոր է որակական որևէ խնդիր չունենա կառուցման համար ու հիմա արդեն ունենք դպրոցներ, որոնք ավարտել են գույքին ենք սպասում, ունենք որոնք ամբողջությամբ տեղավորվել են եւ երկուշաբթի օրը հաջորդ երկուշաբթի գնալու են, ունենք որ այս երկուշաբթին ոնց որ դե գնացել, այդ գործընթացն է բնականon հունով գնում է։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը կրթական ոլորտում առկա խնդիրներին օպերատիվ արձագանքելու եւ դպրոցների բնականon գործունեությունն ապահովելու նպատակով։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Այդ համատեքստում ընդգծվել է այսօր կայանալիք Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացումը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նորազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում։ Վարչապետները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը։ Վրաստանի Սիղնախի բնակավայրում տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Վրաստանի վարչապետը ողջունել է Հայաստանի կառավարական պատվիրակությանը եւ ընդգծել երկու երկրների միջև առկա բարեկամական կապերի փաստը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով այս բարեկամական ավանդական կապերը երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հիմքն է։ Իրակլի Կոբախիձեն շեշտել է, որ Հայաստանը Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության գործընկերների առաջին տասնյակում է, նաև այցելուների իմաստով առաջին եռյակում։ Վրաստանի վարչապետի համոզմամբ երկկողմ այս ձևաչափը խիստ կարևոր է, որպեսզի քննարկվեն հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այսօրվա նիստը բարձր մակարդակով կազմակերպելու, հյուրընկալելու եւ գնահատանքի խոսքերի համար։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեր ցուցաբերած շարունակական աջակցության համար եւ նաեւ մենք հիմա տեսնում ենք եւ զգում ենք Վրաստանի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի եւ տնտեսական կապերի զարգացման ճանապարհին եւ ավելին ասեմ անկախությունից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան գնացք չէր մտել, բայց հիմա Ադրբեջանով, բայց Վրաստանով գնացքներ են գալիս Հայաստան եւ նաեւ հույս ունենք առաջիկայում նաեւ Հայաստանից արտահանումներ կիրականացվեն գնացքով, երկաթուղով Եվ իհարկե այս գործում անգնահատելի է ձեր աջակցությունը
Բայց նաև ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք այն մեծ հնարավորությունների վրա, որ բացում է մեր տարածաշրջանի համար։ Իհարկե հիմա միջազգային իրավիճակը շատ բարդ է եւ մեծ առումով տարածաշրջանային իրավիճակն է շատ բարդ եւ բայց մյուս կողմից մենք հույս ունենք եւ համոզված ենք, որ ամեն դեպքում ռազմավարական առումով տարածաշրջանային ընկալումը շատ կարևոր է եւ մենք պետք է մեր ռազմավարությունները կառուցենք իհարկե յուրաքանչյուրս մեր օրակարգ ունենալով, բայց ակնհայտորեն տարածաշրջանային ընկալումը հնարավորությունների, մարտահրավերների, ռիսկերի շատ կարևոր է։ Եվ 2021 թվականին մեր կառավարության ծրագրում ի հայտ եկավ մի հասկացություն, որ նախկինում մեր քաղաքական օրակարգում եւ խոսույթի մեջ չկար, այդ մենք անվանում ենք տարածաշրջանացում եւ այս առումով իհարկե Վրաստանի հետ մեր հարաբերությունները ունեն առանձնահատուկ նշանակություն։ Նաեւ ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին եւ Վրաստանի աջակցությամբ եւ այդ գործում Վրաստանի դերը չափազանց կարեւոր է, մենք փորձում ենք նաեւ խորացնել եռակողմ համագործակցություն տարածաշրջանային Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ կարծում եմ սա մի ուղղություն է, որը շատ մեծ հեռանկար ունի եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք հնարավորություն կունենանք այս առումով նույնպես որոշակի զարգացումներ ունենալ։ Նիստի ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցությանն ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը միտված քայլերին։ Վարչապետ Փաշինյանը Վրաստանի գործընկերներին մանրամասներ է ներկայացրել TRIP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել են Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը։ Այնուհետև երկու երկրների վարչապետները հանդես են եկել նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Հատկապես երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանն աջակցելու համար հանձնաժողովի նիստի շրջանակում էլ ես գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար։ Մենք այսօր քննարկեցինք երկկողմ օրակարգը, քննարկեցինք տարբեր թեմաներ, համագործակցությունը տարբեր ոլորտներում քննարկեցինք կրթության, սպորտի, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցությունը։ Կուզեի կրկին անգամ ընդգծել, որ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։ Մենք այնուամենայնիվ դեռ ունենք ճիրացված ներուժ եւ հեռանկարներ ունենք։ Կուզեի առանձնացնել մեր շատ հաջողված առևտրատնտեսական համագործակցությունը։ Առևտրի առումով Հայաստանը առաջին տասնյակում է Վրաստանի արտաքին առևտրի գործընկերների ճանապարհորդությունների եւ զբոսաշրջության իմաստով Հայաստանը առաջին եռյակում է Վրաստանի համար եւ շատ արժեքավոր է նման համագործակցություն ունենալը եւ այն ավելի խորացնելը զբոսաշրջության բնագավառում մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանից Վրաստան այցելուների հետաքրքրությունն ավելանում է, մենք պետք է ել ավելի խորացնենք այս համագործակցությունը։ Մենք ողջավորված ենք, որ շատ դրական միտում է նկատվում տարածաշրջանում համագործակցության կայացման առումով։ Մենք երջանիկ ենք, որ եւ ընդգծեցինք դա միջկառավարական հանձնաժողովի նիստին, մենք ուրախ ենք, երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այս դրական միտումները շատ դրական հիմք են ձևավորում մեզ համար, որպեսզի ապահովենք տարածաշրջանում կայունություն։ Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է եւ կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա։ Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա եւ շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը եւ մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանից այցելությունները Վրաստան աճում են, միևնույն ժամանակ ուրախ ենք տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելությունները աճում են
Եվ սա շատ կարևոր է նաև մեր կարևոր արտահայտություն է նաև մեր քաղաքական ակտիվ համագործակցության։ Մենք համագործակցում ենք մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, գիտության ոլորտում եւ մեր նախարարները այսօր հնարավորություն ունեցան կիսելու նաև նախորդող շրջանի փորձառությունը։ Շատ ուրախ եմ արձանագրել, որ արդեն շարունակաբար միջազգային հարթակներում Հայաստանը եւ Վրաստանը ակտիվ համագործակցում են։ Մենք շատ կարևոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության եւ խաղաղության հաստատումը Հայաստանը եւ Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցել խաղաղությունը եւ կառուցում խաղաղությունը եւ կարծում եմ, որ սա իսկապես մեր տարածաշրջանային համար պատմական հնարավորություն է։ Ես ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենա եւ այստեղ պետք է ուղիղ ասել, որ մենք շատ շահագրգռված ենք դրանում, որովհետեւ տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը պատմական հաղթարելու շատ մեծ հնարավորություն կա եւ այդ հնարավորությունը հույս ունենք, որ կօգտագործվի։ Բժշկն ասաց, որ դերը փոխվում է նրա համար, քանի որ մարդը նախորդ դեղերի ուրեմն ցույցման ժամանակ իմունիտետը ձեռքբերում, արդեն այդ դեղը էֆեկտիվ չի։ Արմենակ Արշակյանն արդեն մի քանի ամիս է պայքարում է անսպասելի ախտորոշված հիվանդության դեմ։ Մինչև այժմ անհրաժեշտ բուժօգնությունը դեղորայքի տրամադրումը պետպատվերով է եղել։ Ունեմ 3 որդի, 7 թոռնիկ։ Արդեն դրանք ծրագիր են կյանքի նպատակ, պետքա վայելեն իրենց ներկայությունը, իմ ընտանիքի։ Որ 73-ամյա տղամարդը շարունակի ապրել իր սովորական առօրյայով, մնա նույն կենսունակ մարդը, անհրաժեշտ է անցնել բուժման հաջորդ փուլին։ Քաղցկեղի դեմ պայքարելու համար անհրաժեշտ իրինոտեկանը մոտ 100,000 դրամ արժողությամբ պետպատվերով չի տրամադրվում, իսկ Արմենակին այն պետք է ընդունել 3 շաբաթը մեկ անգամ։ Կան ընտանիքներ, նրանք հացի կոպեկ չունեն, ու մնաց ինչ-որ 100,000-ներ տան չարաբաստիկ էս իրավիճակում։ Հիմա եթե պետական աջակցությունը կա, իհարկե դա դրական է ազդում մարդու հոգեբանության վրա եւ իհարկե առողջության համար։ Արմենակը կյանքը փրկող դեղամիջոցն արդեն ստանում է առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ։ Նա կշարունակի ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը, որքան դրա կարիքը լինի, եւ այդ ընթացքում ոչ հիվանդը, ոչ էլ հարազատները ստիպված չեն լինի ֆինանսական խնդիրներով ծանրաբեռնվել։ Հիմնականում երբ է առաջանում բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունների մեջ լարվածություն, երբ բուժման խոսակցության մեջ կա ֆինանսական հարցեր։ Եթե ֆինանսական հարցերը դուրս է գալի մեջտեղից, չկա վախեր վայ դեղորայքը ինչպես առնեմ, չկա վախեր վայ բժշկի գումարը ինչպես տամ, հա, եւ այդ ամենը բերում է, որ բուժառուները ավելի այսպես հանգիստ են մոտենում իրենց բուժմանը եւ բժշկի նշանակումներին եւ չի առաջանում որոշակի լարվածություն։ Որպեսզի առողջության համընդհանուր ապահովագրության շահառուները կարողանան նաեւ անհրաժեշտ դեղորայքը ստանալ անվճար, պարտադիր պետք է սկսել առաջնային բուժօգնության օղակից։ Տարեսկզբից բոլոր պոլիկլինիկաներն աշխատում են գերծանրաբեռնված։ Մոտենում է բուժող բժշկին, եթե ունի համապատասխան ախտորոշում, արդեն իսկ այդ ախտորոշման համաձայն, եթե կարիք չկա լրացուցիչ հետազոտությունների, արդեն իսկ նշանակված դեղորայքը, եթե ունի խրոնիկ հիվանդություններ, դուրս է գրվում 3 ամիս ժամկետով, որը նվազեցնում է պացիենտների ավելորդ այցելությունների բժշկական հաստատություն։ 65 տարեկանից բարձր ամբողջ մեր բնակչությունը հիմա կարող է օգտվել ապահովագրությունից, պատկերացրեք ինչքան մարդ օգտվում է դեղորայքի ձեռքբերումից անվճար պայմաններով։ Ինչքան էլ բժիշկը ուզենա լավ բուժել, եթե հիվանդը չի կարողանում նշված դեղորայքը վերցնել, արդեն բուժումը թերի է կամ որակով չէ։ 65-ից բարձր տարիքի քաղաքացիների համար դեղատոմսի ամսական միջին արժեքը կազմում է մոտ 20,000 դրամ։ Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուները անվճար դեղորայքը կարող են ստանալ միայն էլեկտրոնային դեղատոմսով։ Այն կարող է տրամադրվել եւ պոլիկլինիկային բուժզնություն անցնելուց հետո, եւ ցանկացած բժշկական կենտրոնում, որտեղ ուղեգրվում է պացիենտը։ Մնում է մոտենալ ապահովագրությանը միացած որևէ դեղատուն, պարտադիր ունենալով սոցքարտ կամ անձնագիր եւ անվճար ստանալ դեղատոմսով դուրս գրված դեղը։ Առողջության համընդհանուր
Ապահովագրությունը տալիս է այդ մեծ հնարավորությունը պացիենտին օգտվել այս անվճար կամ համապատասխան փոխհատուցմամբ ստացվող դեղերից։ Այս ցանկը ընդգրկվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հիմնական դեղերի ցանկը, որտեղ ներառված են բոլոր այն կենսական կարևոր դեղերը, որոնք անհրաժեշտ են բոլոր հիվանդությունների բուժումը ապահովելու համար։ Առողջության համընդհանուր ապահովագրությամբ տրամադրվող անվճար դեղորայքի ցանկում շուրջ 1250 առևտրային անվանումով դեղ կա։ Սրտանոթային հիվանդությունների ժամանակ ցուցված թանկարժեք դեղերից մինչև քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված։ Մեծ մասը այնպիսի դեղորայք լայն ընտրանի, որոնք երբեք հասանելի չեն եղել նույնիսկ պետական պատվերով բուժում ստացող պացիենտներին։ Որ առողջության համընդհանուր ապահովագրության շահառուները կարողանան անվճար կամ հավելավճարով ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրված դեղերը, միայն հունվարին պետական բյուջեից մոտ 688 միլիոն դրամ է ուղղվել։ Եվ հարմարավետության տեսակետից եւ առողջապահական տեսակետից բավականին մեծ պրոգրես է մեր պացիենտների համար, քանի որ այդ պացիենտը ստիպված չի լինում դիմել այն դեղատունը, որը պոլիկլինիկայի հետ ունի պայմանագիր, այլ դիմում է այնտեղ, որտեղ իրեն հարմար է։ Եթե պացիենտը ցանկանում է որևիցե առևտրային անվանումով դեղը, որևիցե ինչ որ մի երկրի արտադրության, դա կարող է ինքը ընտրել պացիենտը արդեն դեղատանը կամ անվճար ստանալով կամ համապատասխան հավելավճարով ստանալ այն դեղը, որը որ ինքը նախընտրում է։ Ապահովագրություն ունեցողները դեղերը կարող են ձեռք բերել Երևանի ու մարզերի բազմաթիվ դեղատներից։ Լիցենզավորված 2200 դեղատնից ապահովագրության ծրագրին միացել է մոտ 1020-ը, առայժմ 1020-ը։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ դեղատների ցանկն ու աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնվում է։ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները հայտարարում են Իրանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու մասին։ ՑՀԼ-ի տվյալով ճշգրիտ հարվածներ են հաստվում Իսլամական Հանրապետության տարբեր բնակավայրերում ռազմական օբյեկտների եւ բարձրաստիճան պաշտոնյաների։ Թիրախում են եղել հատկապես Սպահանը եւ Թեհրանը, ըստ Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինի ՑՀԼ-ը ոչնչացրել է Մինզադայի գաղտնի միջուկային շտաբը, որի մի մասը նրա խոսքով գտնվել է Թեհրանում գետնի տակ եւ որտեղ աշխատել են իրանցի գիտնականներ։ Տեղեկություններ կան, որ հարվածներ են հասցվել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանին հայտնի է ավերածությունների մասին։ Իսրայելական կողմի տվյալով փետրվարի 28-ից ոչնչացվել է իրանական բալիստիկ հրթիռների 300-ից ավելի արձակման կայան։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գործողության մեկնարկից ի վեր ամերիկյան ուժերը հարվածել են Իրանում մոտ 2000 թիրախի, խորտակվել է իրանական 17 ռազմանավ։ Գործողությանը ներգրավված է ավելի քան 50,000 ամերիկացի զինվոր, 200 կործանիչ եւ 2 ավիակիր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալով Իսրայելը ամերիկյան հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 700-ի։ ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է Իսրայելի ուղղությամբ մեծ թվով հրթիռներ եւ ԱԹՍ-ներ արձակելու մասին։ Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, ըստ իրանական կողմի թիրախավորվել է Իսրայելի ՊՆՇ-ը եւ այլ օբյեկտներ, ինչպես նաև Հնդկական օվկիանոսում նավարկող ամերիկյան ականագիրը։ Շարունակում է փակ մնալ Հորմուզի նեղուցը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում ուղեկցել նեղուցով անցնող նավերը եւ երաշխիքներ տրամադրել ծովային փոխադրումների համար։ Մարտի 3-ի ուշ երեկոյան պայթյուններ են լսվել Աբու Դաբիում, Դոհայում, Էրբիլում, Բաղդադում։ ԶԼՄ-ների տվյալով թիրախավորվել են Քուվեյթում, Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում ամերիկյան օբյեկտներ։ Դուբայում հրդեհ է բռնկվել ԱՄՆ-ի հյուպատոսության շենքի մոտակայքում։ Իրանի շուրջ իրավիճակին Սպիտակ տանը Գերմանիայի կանցլերի հետ հանդիպմանն անդրադարձել է ԱՄՆ նախագահը։ Ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Իրանը այլևս չունի ռազմածովային, ռազմաօդային, հակաօդային պաշտպանության ուժեր։ Դրանք խոցվել են։ Գրեթե ամեն ինչ խոցվել է։ Հրթիռների քանակը զգալիորեն նվազել։ Մենք բանակցում էինք այդ խելագարների հետ, եւ ես համոզված էի, որ նրանք նախահարձակ կլինեին, եթե մենք դա չանեինք։ Նաեւ մեզ համար զարմանալի էր, որ Իրանը հարվածում է չեզոք երկրներին։ Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Իսրայելն է ինձ ստիպել հարվածել Իրանին, հնարավոր է ես եմ ստիպել Իսրայելին։ Իսկ ամենավատ սցենարը Իրանի դեպքում կարող է լինել այն, որ այս ամենի արդյունքում Իրանի իշխանությունը ստանձնի մեկը, որը նույնքան վատն է, որքան նախորդը։ Մենք կցանկանայինք իշխանության տեսնել մեկին, որը կվերադարձնի ամեն ինչ ժողովրդին։ Սակայն մենք դեռ ասում ենք մարդկանց, որ դուրս չգան փողոցներ, այնտեղ վտանգավոր է։
Թրամփը նաև հայտարարել է Իրանում նոր դեմքեր են հայտնվում, որոնք ցանկանում են զբաղեցնել երկրի առաջնորդի պաշտոնը եւ ոմանք կարող են շատ լավ ղեկավար դառնալ։ Լրագրողների հարցին արդյոք իշխանության կարող է գալ Իրանի վերջին շահի որդին Ռեզա Փահլավին Թրամփն արձագանքել է. Նրան ոմանք սիրում են, սակայն ըստիս Իրանում իշխանության կգա մեկը, ով արդեն այնտեղ է։ Ֆրիդրիխ Մերցն էլ աջակցություն է հայտնել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողություններին։ Իրանում ռեժիմի տապալման հարցում մենք նույն կարծիքին ենք։ Գերմանիան աջակցում է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին այս սարսափելի ահաբեկչական ռեժիմի դեմ պայքարելու գործում։ Անհամբեր սպասում ենք, երբ պետք է գա այն պահը, որ քննարկենք ռեժիմի հեռանալուց հետո գործողությունների ռազմավարությունը։ Հարկավոր է ռազմավարություն մշակել ամբողջ տարածաշրջանի համար։ Սա կարևոր է ոչ միայն ամերիկացիների, այլև Եվրոպայի համար, կարևոր է Իսրայելի անվտանգության համար։ Իրանը նաև աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում։ Այս ամենը պետք է ավարտվի։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ նախազգուշացրել է Իրանում նշանակված ցանկացած առաջնորդ, որը կշարունակի Իսրայելը ոչնչացնելու Միացյալ Նահանգներին, ազատ աշխարհին եւ տարածաշրջանի երկրներին սպառնալու եւ իրանական ժողովրդին ճնշելու ծրագիրը կհայտնվի թիրախում։ Վարչապետն ու ես հրահանգել ենք պաշտպանության բանակին պատրաստվել եւ գործի դնել բոլոր միջոցները մեր նպատակներին հասնելու համար։ Մեր ամերիկացի գործընկերների հետ կշարունակենք ջանքերը Իրանի ռեժիմի կարողությունները ջախջախելու ուղղությամբ։ Իրանի ժողովուրդը պետք է փոփոխությունների հնարավորություն ստանա։ Իսրայելի վարչապետն իր հերթին խոստացել է ոչնչացնել Հեզբոլահին Իսրայելին հարվածելու համար։ Շարունակում ենք հարվածներն Իրանին եւ Լիբանանին։ Հեզբոլլահը մեծ սխալ է գործել հարձակվելով հրեական պետության վրա։ Լիբանանի կառավարությունը եւ ժողովուրդը պետք է հասկանան, որ Հեզբոլլահը նրանց ներքաշում է պատերազմի մեջ։ Տեղեկություններ կան, որ Ցահալը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, երկրի առողջապահության նախարարության տվյալով զոհվել է 50 մարդ, վիրավորվել 335-ը։ Լիբանանից էլ նոր արձակումներ են գրանցվել Իսրայելի ուղղությամբ։ Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ցանկանում են ամրապնդել իրենց ռազմաբազաների պաշտպանությունը։ Ուստի Կիպրոս են ուղարկում ԱԹՍ-ների դեմ պայքարի համար նախատեսված ուղղաթիռներ եւ HMS Dragon ականակիրը, որը համալրված է օդային պաշտպանության հնարավորություններով։ Ֆրանսիայի նախագահն էլ հրամայել է Շարլ դե Գոլ միջուկային ավիակիրը եւ դրա հարվածային խումբը դուրս բերել Բալթիկ ծովից եւ տեղակայել Միջերկրական ծովում։ Էմանուել Մակրոնը նաեւ տեղեկացրել է, որ վերջին ժամերին Մերձավոր Արևելքում Ռաֆայել կործանիչներ, հոբ եւ ռադարային համակարգեր են տեղակայվել։ Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիայի առաջին իսկ օրերից Ֆրանսիան ներգրավված է եղել բարեկամ երկրների երկնքում իրանական ԱԹՍ-ների խոցմանը ինքնապաշտպանական նպատակներով։ Մակրոնը նշել է, որ Փարիզը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր ունի Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի եւ Քուվեյթի հետ։ Իրանի շուրջ իրավիճակը մեկնաբանել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը։ Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չունի, սակայն երկիրը նախկինում հրաժարվել է ամբողջությամբ թափանցիկ դարձնել միջուկային ծրագիրը, ինչն էլ հարցերի տեղիք է տվել։ Նաև նրա խոսքով Իսրայելը ամերիկյան վերջին հարվածների հետևանքով Սպահանում գտնվող միջուկային օբյեկտները չեն դուժել, աննշան վնասներ են գրանցվել Նաթանզի օբյեկտում։ Գրոսին հույս է հայտնել, որ ի վերջո հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների միջոցով։ Մարտի 3-ի առավոտից Հայաստան-Իրան սահմանը բաց էր, բայց Մեղրիի մաքսային անցակետում անցուդարձ գրեթե չկար։ Բեռնատարների վարորդներ էին, երրորդ երկրի քաղաքացիներ, կային նաև իրանցիներ, որոնք Հայաստան էին եկել տարբեր պատճառներով։ Ես ինքս Թեհրանից եմ։ Գիշերները ժամը 3-ից ռմբակոծում էին մինչև առավոտ։ Կեսօրից հետո նորից էին սկսում շատ ուժեղ ռմբակոծել։ Արդեն 4-րդ օրն է, հիվանդանոցներն ու խանութներն աշխատում են, ուրիշ ոչինչ չի աշխատում։ Մարդիկ եթե քաղաքից դուրս տուն ունեն, գնում են այնտեղ։ Փողոցները դատարկ են։ Թռիչքները փակվեցին։ Այստեղ եկել եմ տաքսիով, պիտի Վրաստան գնամ, ես թուրք եմ, $200 եմ տվել տաքսիին, որ Թեհրանից Հայաստանի սահման հասնեմ, գնում եմ Վրաստան և ոչ մի անգամ չեմ վերադառնա, ոչ Իրան, ոչ Հայաստան։ Կեսօրից հետո կարելի էր տեսնել նաև հայերի, որոնք անցնում էին իրանական կողմ գնումների։ Նրանց խոսքով առավոտյան չեն եկել, որովհետև հստակ տեղեկություն սահմանի մասին չեն ունեցել։ Մենք գիտեինք, որ վավշետը փակ էր, չէր աշխատում, բայց իմացանք հետո աշխատում է։ Սահմանափակությունը չկա, նույնն է, ոնց ինչ ուզում ես, էլի բերում ես։ Հիմնականում մի քիչ սննդի հարցն է խնդիրը, սնունդը չի թույլատրվում։ Իսկ մարդիկ ոնց են, վախեցած էին։ Չէ, սա նույն ձևի ամեն օր ոնց որ միշտ մենք անց գնաց եկել ենք նույն ձևի։ Սա նույն ձևի առևտուրը անում են մարդիկ եկա։ Գնա գնա զանգասնապետցաներ, որ նոր գնաց, ասում բաց է ուշում։ Ասապետցա,
Առած ասել այդ եկաշ։ Հանդիպեցինք իրանցիների, որոնք Արաքսի մյուս ափին գտնվող բնակավայրից Նորդուզից են, ագարակ գալիս են աշխատելու։ Նրանք վստահեցնում էին ընտանիքներն ապահով են։ Չէ, հələ նորմալ է, ոչ երկու տեղի խփեմ, ալլա նորմալ է, խնդիրներ չկա։ Ընտանիքս նորմալ է, ապահով են։ Մենք գյուղում ենք ապրում, ամեն ինչ նորմալ է, խանութներում ամեն ինչ կա։ Դե պատերազմ է, բոլորս էլ անհանգստանում ենք։ Գիտելիքը վերածել փորձառության, գաղափարները նախաձեռնության։ Գավառ համայնքի 4 դպրոցներում ստեղծված քաղաքացիական կրթության ակումբները հենց այս ուղղությամբ են զարգացնում սովորողների կարողությունները։ Գավառի համար 8, Նորատուսի համար 2, Ծովազարդի եւ Լանջախբյուրի միջնակարգ դպրոցների 110 աշակերտ դարձել է ակտիվ քաղաքացիական կրթության ակումբներ Տիմուսույց 2 ծրագրի մասնակից։ Անցել են տարբեր վերապատրաստումներ, առաջնորդության հմտություններ, հաղորդակցման հմտություններ, ծրագիր առաջարկ գրելու եւ ներկայացնելու հմտություններ, վերջին փուլում իրականացրել են համայնքային փոքր նախաձեռնություններ։ Նախաձեռնությունների համար տրամադրվել է ֆինանսական աջակցություն, ինչպես նաեւ երիտասարդները ներգրավվել են հավելյալ միջոցներ դրամահավաքների կամ աշխատուժի տեսքով։ Ծրագրի իրականացման ընթացքում երիտասարդները մշտադիտարկել են համայնքում իրականացված ծրագրերը, առանձնացրել խնդիրները, ձևավորել առաջնահերթությունները, արդյունքում ծնվել եւ կյանքի են կոչվել սեփական նախաձեռնություններ, ուղղված իրենց իսկ բնակավայրերում երիտասարդական ակտիվությանը։ Ձեռքբերումները ներկայացրել են ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Ծրագրի հանդիպումների արդյունքում մենք կարողացանք ձեռք բերել մի շարք հմտություններ, կարողություններ, որոնցից էին օրինակ ինչպես կարող ենք ճիշտ արտահայտվել, ինչպես կարող ենք ճիշտ հաղորդակցվել, ինչպես քննադատորեն ճիշտ մտածել, նաև սովորեցինք, թե ինչպես կարող ենք մենք վերհանել մեր իսկ համայնքի խնդիրները եւ դրա հիման վրա էլ արդեն ծրագրեր կազմել։ Երիտասարդները կարողացան համախմբվել, իրենց գաղափարները հավաքել, միավորել եւ աշխատել այդ մի գաղափարի շուրջ, որպեսզի ստանան որևէ դրական արդյունք, որը մեր մոտ հաջողվեց եւ կարողացանք ֆիզդահլիճի համար որոշ պարագաներ ձեռք բերել։ Կարծում եմ շատ հետաքրքիր է եւ շատ կուզենանք, որ կրկին այդպիսի դասընթացներ լինեն, որպեսզի երիտասարդները ավելի ակտիվ լինեն եւ այդ դասընթացների միջոցով մոտենան համայնքին, այսինքն փորձեն որոշ նախագծեր անել թե իրենց դպրոցի, թե իրենց, թե համայնքի համար։ Ակտիվ քաղաքացիական կրթության ակումբներ Տիմուսույց 2 ծրագիրը իրականացնում է սոցիալական երկխոսություն հասարակական կազմակերպությունը, երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման ծրագրի շրջանակում բազմակողմ գործակցության արդյունքում։ Ծրագիր, որը հնարավոր է դարձել երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման ծրագրի շրջանակում տրամադրված ենթադրամաշնորհի շնորհիվ, իսկ երիտասարդները գործելիս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից եւ իրականացնում ենք World Vision Հայաստանի մեծանախաձեռնությունների կենտրոնի եւ Գյումրի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։ Ծրագիրը հենց նպաստեց նաեւ երիտասարդները գործելիս ծրագրի մեծ կարեւորագույն նպատակին, այնն է զորեղացնել երիտասարդներին, զարգացնել իրենց կարողությունները եւ նպաստել իրենց ավելի ակտիվ մասնակցությանը երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում։ Որպես հերահար արդյունք ծրագիրն իրականացնողները նշում են երիտասարդների հետագա սեփական գործունեությունը համայնքային այլ նախաձեռնությունների իրականացման տեսքով, օգտագործելով ծրագրի ընթացքում ձեռք բերած գործընկերային կապերը, հատկապես Գավառի համայնքապետարանի հետ։